քաղաքացին, որ մոտեցել են ազգային ժողովի նախագահին, ասել էր, որ գիրանցը դատարկվում է, մարդիկ վախենում են իրենց տներից դուրս գալ։ Ես էլ եմ ասում, ժողովուրդ ջան, ես ինքս տասնյակ խմբերի ուղեկցել եմ դեպի գիրանց, բայց կարող են մարդիկ մտածեն վարչապետը այց է անում, եւ վարչապետի այցի առիթով այնտեղ կյանքի սցենարը փոխվում է։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս գնալ գիրանց։ Եվ դուք կտեսնեք, որ այսօրվա գիրանցը եւ 2023 թվականի գիրանցը կիլոմետրերով իրար հեռու են եւ կիլոմետրերով շարժվել է գիրանցը ծայրամասից դեպի կենտրոն։ Այսօր գիրանցը անվտանգ է քան երբևէ, խաղաղը ավելի քան երբևէ, զարգացածը ավելի քան երբևէ։ Գիրանցում նախկինում եղել է մոտավորապես թվեր, էլի ճշգրիտ չեմ կարող կներեք հիշել, բայց ես մոտավոր կարգերը կարամ հիշեմ։ Այնտեղ եղել է մոտավորապես 90 քանի տուն, 90-95 կամ գուցե 100 տուն։ Այսօր Գիրանցում մոտավորապես նախկին իր չափի 50%-ի չափի տներ են կառուցվում։ Եվ սա կարևորագույն նորություն է։ Եվ ես ուրախությամբ իհարկե ես երբեք անհամեստություն թույլ չեմ տալիս։ Եվ 3400-ից ավել սահմանամերձ բնակավայրերում կառուցվում են տներ։ Նոր թաղամաս է։ Եվ ես էլի տրամադրությունս լավա կներեք ինձ անհամեստ այդ բանի համար, իմ շրջագայություններում ես վերջի, ես իմացա, որ հանրապետության տարբեր գյուղերում հայտնվում են թաղամասեր 16 միլիոնի ծրագրերով, որոնց ժողովուրդը ասում է Նիկոլի թաղը, եւ դա մեծ պատիվ եւ հպարտություն է ինձ համար, եւ բայց մարդիկ չեն տեսնում, դա տարբեր տեղեր է։ Ես դες ավելին ասեմ, ես հիմա խոսքի Հայաստանի մասին եւ իմիջիայլը բոլոր սահմանամերձ գյուղերի մասին, Կապանի մասին։ Գնացեք տեսեք Կապանը նախկինում եւ Կապանը հիմա։ Եվ սուբվենցիոն ծրագրերը, որ Կապանում իրականացվել են, 60%-ը ֆինանսավորել է կառավարությունը, չեմ ասում իրականում 60%-ը չի ֆինանսավորել, իրականում 75-80%-ն է ֆինանսավորել, որովհետև մի կողմից սուբվենցիոն ծրագրով ենք ֆինանսավորում, մյուս կողմից էլ դոտացիաներ ենք տալիս քաղաքին, այդ դոտացիաներով իրանք մասնակցում են համաֆինանսավորմանը, մի կողմից էլ օրենքն ենք փոխել եւ հանքարդյունաբերության ազդեցության գոտում գտնվող համայնքները 2% լրացուցիչ գումարներ են ստանում եւ ըստ էության մենք այսօր բոլոր համայնքներին ֆինանսավորում ենք եւ բոլոր այն համայնքներում որտեղ դիսոնանս չկա, հասկանում եք, մենք այսօր ունենք համայնքներ, որոնց ղեկավարները ցավոք սրտի չեն աշխատել ցույց տալու համար, որ չգիտեմ ինչ ցույց տալու համար, մարդկանց մոտ դժգոհություն առաջացնելու համար, բայց ես չեմ հասկանում ո՞նց կարող է մարդը իր փողոցի վատ վիճակի համար դժգոհ լինել կառավարությունից եւ գոհ լինել համայնքից։ Այդ մարդիկ ուղղակի լավ չեն հասկանում կառավարման համակարգը ընդհանրապես։ Բայց ես ուրիշ բան եմ ասում։ Ես այս ընթացքում արձանագրում եմ, որ հայտնաբերում ենք Հայաստանը, բացահայտում ենք, կներեք, ոչ թե հայտնաբերում, եւ բացահայտում ենք Երևանը։ Վերջին օրերին Երևանի բակերով մեր այցերը այդ մի հատ նոր բան են ինձ համար, նոր մեծ էներգիայի մեծ աղբյուր են։ Եվ ես ուրախ եմ այսօր էլ կենտրոն համայնքում, կենտրոն վարչական շրջանում, մտնում ենք բակեր, բոլորովին նոր որակի խաղահրապարակներ։ Այսօր ընդհանրապես մեր ժողովրդի սոցիալ հոգեբանության եւ մտածողության մեջ կա խորհրդային միության ժամանակները համարել զարգացման չափանիշ։ Եվ ես այս շրջագայության ընթացքում հասկացա մի բան,